մեր երկրի գլխին բերելը։ Սրանք ասում են նաև, թե 2020-ին մեզ սպանդանոց տարավ ՀԱՊԿ-ը։ Իհարկե, ՀԱՊԿ-ը աշխարհի ամենաարդյունավետ ռազմաքաղաքական կառույցը չէ, բայց այդ ինչպես էր ստացվում, որ նույն ՀԱՊԿ-ը 2016-ին Երևանում գագաթնաժողովի ժամանակ հատուկ փաստաթուղթ էր ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որտեղ ամրագրում էր նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ-ի հետ պետք էր ճիշտ եւ համբերատար աշխատել, չփչացնել հարաբերությունները մինչև պատերազմ, իսկ պատերազմից հետո չընդունել նեղացածի կեցվածք եւ այդքանով հանդերձ վերջերս անամոթաբար համաձայնել ստանալ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի պետական բարձր պարգևը։ Սրանք մսխել են Հայաստանի բոլոր դիվանագիտական հաջողությունները։ Անցյալ տարեվերջին անգամ ընտրողաբար հրապարակված արցախյան բանակցությունների փաստաթղթերի փաթեթը վկա։ Այս ամբիոնից ուզում եմ վերստին ընդգծել. մենք մշտապես բանակցել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգայինորեն երաշխավորելու համար։ Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար։ Երբեք չենք վարանել աշխարհի հզորներին դիվանագիտորեն, բայց հստակ բանաձևել մեր ակնկալիքները եւ բանակցել դրանք կյանքի կոչելու համար։ Հրապարակված փաթեթը վկա։ Արցախյան բանակցային ժառանգությունը, այո, նույնպես մսկվել է անբարո հակապետական քայլերով եւ գիտակցաբար։ Մսկվել է եւ այդ ճանապարհին մոտեցվել է պատերազմը, որի ժամանակ ոչ մի գործընկեր մեր երկրի կողքին չկանգնեց, որովհետև բոլորը կուշտ էին իրեն գժի տեղ դրած եւ սեփական ժողովրդին գեոպոլիտիկ խաղերի զոհասեղանին դրած ղեկավարից։ Ոչ, դեպի սպանդանոց մեզ ոչ թե ՀԱՊԿ-ն է տարել, դեպի սպանդանոց մեզ տարել եք դուք։ Իսկ հիմա սրանց լկտիությունը հասել է այն աստիճանի,